Այսօր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Գևորգ Զորավարի տոնը, որը մեծ հանդիսավորությամբ նշվեց Արագածոտնի թեմում։ Տոնի առիթով նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից եկեղեցի բերվեց Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը եւ թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ մատուցվեց տոնական Սուրբ եւ անմահ պատարագ։ Օրվա պատարագիչն էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ Տեր Ոսկան Աբեղա Ոսկանյանը։ Թեմում ձևավորված բարի ավանդույթի համաձայն թեմակալ առաջնորդի օրհնությամբ կազմակերպվեց թեմական մեծ ուխտերթ դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի երկու սրբավայրերից։ Ուխտավորներն ուխտերթից առաջ Սուրբ Հովանավանք վանական համալիրում եւ Աշտարակի Սուրբ Մարիաննե եկեղեցում մասնակցեցին ընդհանրական խոստովանության։ Ով Աստված ձեր ուխտը այսօր ի կատարածի Սուրբ Գևորգ Զորավարի տոնին ձեր աղոթքները բարձրանան Սրբի բարեխոսությամբ երկինք, մեր երկնավոր Հայրը եւ մեր երկրին, մեր Արցախ աշխարհին, մեր ժողովրդին թող Աստված իմաստություն, խոհեմություն պարգևի, որպեսզի մենք կարողանանք այն բոլոր դժվարությունները, որ առկա են մեր կյանքում, հաղթահարենք եւ հավատքով ապրենք Աստծուց մեզ բաժին հասած այս կյանքը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո ամեն ասացեք մեղա Աստծո։ Սուրբ Հովանավանք վանական համալիրում խոստովանությունը կատարեց եւ հավատացյալներին իր օրհնությունը փոխանցեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, իսկ Սուրբ Մարիաննե եկեղեցում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան քարոզչական կենտրոնի տնօրեն հոգեշնորհ Տեր Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Խոստովանությունից հետո հավատացյալները ոտքով անցան աղոթական ճանապարհով եւ մասնակից դարձան Սուրբ Պատարագին ու հնարավորություն ունեցան երկրպագելու Սուրբ Գևորգ Զորավարի մասունքին։ Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ պատերազմում զոհված մեր հայրենիների։ Ուխտերթին մասնակից եւ Սուրբ Պատարագին աղոթակից էին հոգեվորականներ, թեմի երիտասարդաց միությունների, համայնքների անդամներ, հայրենիաց տան սաներ, ուխտավորներ։